Հիմա այս նամակը հանձնելու նպատակը նախ մենք տեսնում ենք, որ հրապարակային դաշտում իշխանության կողմից չկա ոչ մի արձագանք, գիտեք, եթե լիներ սա օրինակ որևէ ընդդիմության կողմից կատարված, միանգամից շոուներ, բանավեճեր, աղմուկ, ամեն մի падգամավորը մտնելու էր, սենց լայվեր աներ, բան, ու դրանով փորձեին ստեղծել պատրանք, որ իրենք են զոհերը, իշխանությունը, մինչդեռ սրա գլխավոր կազմակերպիչը եւ այս ամենը առաջ տանողը հենց իշխանությունն է եւ մեր նպատակը ոչ թե տեսանյութով պատասխանատվության հարցը կոնկրետացնելն է այն ուսանողների վրա, որոնց ճնշում են, այն դասախոսների վրա, որոնց ճնշում են ուսուցիչները, այլ խնդիրը համակարգային է եւ խնդիրը վերևից է գալիս։ Մենք պետք է բացահայտենք, կանխենք այս շղթան, որ կա, որով մեզանից գողանում են մեր ընտրությունները։ Եվ թիրախավորվեց 44-օրյա պատերազմում բռնի անհետացած բարձրաստիճան սպայի քույրը, նրա համատեքստում ուղիղ ֆիզիկական սպառնալիքի կոչեր հնչեցին։ Այս առնչությամբ թերահարել եք կարճ տեսաուղերձ, ամեն դեպքում մանրամասնեք ինչի քննահատականի պիտի արժանանար այս սպային, որ չի լինի։ Առաջինը, նախ ամենակարևորը մեզ համար ուղղակի այս իրավիճակը ուղղակի սարսափելի, անգամ չգիտես ինչ բառով նկարագրես, երբ երկրի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, գործադիր իշխանության ղեկավարը կարող է թույլ տալ իրեն այդպես խոսել մարդու հետ, կնոջ, հայ կնոջ հետ, առհասարակ մարդու հետ, եւ ինչ կապ ունի դու, ինչ խնդրով է այդ մարդը եկել, կապ չունի անգամ այդ մարդը ճիշտ է, սխալ է, դու որպես բարձրաստիճան պաշտոնատան պարտավոր ես նրա հետ խոսել հարգալից, նրա ի վերջո քաղաքացին է, չէ, այս իշխանության ձևավորողը, ձայն տվողը, քվեարկողը, այս սա է, որ գիտեք, մեր համակարգի խնդրեմը, մենք պետքա վերջ տանք ի վերջո այս արատավոր երևույթին, նայեք, երբ տեսեք թիկնապահների ներկայությամբ, ինչի է ինքը տենց գորգորում մունատ գալի, որովհետև թիկնապահների ներկայությամբ է, գիտի, որ իշխանություն ունի, պաշտպանված է, եւ տեսեք մարդուն ոնց է վերաբերվում։ Սա ես նշեցի նաեւ, որ մենք պետք է սրանով վերջ դնենք մեր այսքան տարիների այն արատավոր երևույթին, որ պաշտոնյան կամ ինչ-որ թիկնապահներով մարդիկ կարող են մարդկանց հետ այսպես խոսել ու անպատժելի մնալ։ Ես նկատի ունեմ այստեղ այն արատավոր բարքերը, որ եղել են։